Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ը ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Այսօր ճանապարհը մեզ դեպի Կոտայքի մարզ տարավ, գյուղ Մեղրաձոր։ Օրվա հյուրը բանաստեղծ, երգահան և սցենարիստ Էդուարդ Զորիկյանն է։ Էդուարդ Զորիկյան, բանաստեղծ, երգահան, սցենարիստ։ Ծնվել է 1961 թվականին Երևանում։ 1979 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի երկրաֆիզիկայի բաժինը և ավարտել այն 1984 թվականին։ 1984-ից 1989 թվականներին որպես ինժեներ երկրաֆիզիկոս աշխատել է Քանաքեռի երկրաբանաերկրաֆիզիկական արշավախմբում։ 1989 թվականից զբաղվում է ստեղծագործական աշխատանքով թատրոններում, հեռուստաընկերություններում, ռադիոյում հանդես գալով որպես դրամատուրգ, բեմադրիչ, պոետ և երգահան։ 300-ից ավելի երգերի և բանաստեղծությունների հեղինակ է։ Երգեր և երաժշտություններ է գրել նաև բազմաթիվ ներկայացումների համար։ «Խայտաբղետ» այս աշխարհում առաջին հայկական ռոք օպերայի լիբրետոյի և երաժշտության հեղինակն է, որը բեմադրվել է Սոս Սարգսյանի ղեկավարությամբ 1996 թվականին Երևանի համազգային թատրոնում։ 1996 թվականին ճանաչվել է Ոսկե լար փառատոնի Գրան պրի մրցանակակիր։ Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալով։ 2019 թվականի դեկտեմբերին լույս է տեսել Էդուարդ Զորիկյանի «Ազատության անունն է սեր» բանաստեղծությունների ժողովածուն։ Մի երգ ունեմ գրված էլի երևույթներից մեկի մասին, ինչի մեջ ապրում ենք, ինչը մեզ շրջապատում է։ Ժամանակին տարիներ առաջ, մոտ 20 տարուց ավելի առաջ, ապրում էի Երևանում այն հատվածում, որտեղ այսօր Հյուսիսային պողոտան է։ Բոլորդ անցել եք այդ պողոտայով, գիտեք, որ այսօր երաժիշտների կողմից սիրված պողոտա է, հավաքվում են, նվագում են երեկոյի ընթացքում, բայց այն ժամանակ սեփական տներ էին, մեկ հարկանի, հազվադեպ երկու հարկ, ասենք ինչ-որ սեփական տուն լիներ, ամեն տունը իր բակը ուներ, մեր տունը մեծ բակ ուներ, թթենիներ, սալորենի, խնձոր, տանձ, մի խոսքով պտղատու ծառներ, քաղաքի կենտրոնում, սրտում, և քանի որ Խաչմերուկի վրա է, միշտ այցելում են քեզ ընկերներ, հաճախ խարույկ ենք վառում, մինչև լույս նստում ենք, կիթառով երգեր հնչեցնում, հետո առավոտյան հարևանները, որ լսում էին այդ երգերը գիշերվա ընթացքում, ճանաչելով ասում էին, երեկ ֆորշներ, հա, ոնց որ հյուր եկել, կամ որևէ այլ ճանաչված երաժշտի, ով խարույկի շուրջ իր երգերն էր կատարում։ Հետո քանդեցին, տները քանդեցին, կառուցեցին պողոտա, մենք տեղափոխվեցինք բնակարան, շենքի մեջ, որտեղ ոչ այգի կա, այդքան արդեն ընկերներն էլ չեն գալիս, որտեղ փոքրիկ բնակարան է, այդ մաքուր օդին նստելը չկա, մինչև գիշեր երգեր հնչեցնելը, խանգարում ես հարևաններիդ։ Ու մի օր տեսնեմ, աղջիկս նստած ինչ-որ նկար է նկարում, հետարքիր էր, կողքից անցնում էի, հայացք գցեցի, տեսնեմ նկարել է կլոր սեղան, շուրջը հավաքված մարդիկ, ինչ-որ տնակ, տանիքին աղավնիներ է նկարել, ու մտածեցի, այդ ժամանակ 5-6 տարեկան էր աղջիկս, մտածեցի, ես մի բուռ երեխան, նույնիսկ
կարոտում է այդ ամեն ինչը, այսինքն շատ քիչ է, հա, 4-5 տարի ապրել այդ միջավայրում, հետո տեղափոխվել է շենք, բնակարանում է բնակվում, բայց ըստ երևույթին ինչ-որ մի կարոտ կա այդ Երևանյան այդ վիճակին, այդ սեփական բակին, այգուն, ընկերական հավաքներին ու իմ սերնդի ներկայացուցիչներին, ավագ սերնդին բնորոշ է, ինչ որ մի միջավայրի սովորում ես, հաստատ գիտեմ, որ իմ սերունդը կարոտում է այն հին Տուֆաշեն 4-5 հարգանի Երևանը, հա։ Չգիտեմ, գուցե լավ է։ Բոլոր մեծ քաղաքներն էլ սկզբում եղել են փոքր քաղաքներ, հետո կառուցվել ու դարձել են այն քաղաքները, ինչ որ այսօր ենք տեսնում։ Մեր Երևանի մասին եւ այդ երևույթի, հա, կարոտ ասացի։ Երգը կոչվում է Դստրիկիս նկարը։ Նկարել է իմ դստրիկը մի նկար հիանալի ու ներկել է իր նկարը գույներով ձիածանի նկարում կապույտ երկինքն է երկնքում կարմիր արև նկարում մեր տուն տանիքն է տանիքին աղավնին է նկարում է իմ դստրիկը այս ճերմակ թղթի վրա այն ամենն ինչ անցյալում է այս ամենն արդեն չկա հարազատ ծանոթ քո դեմքը փոխեցիր իմ Երևան քո երկնից աղավնիներդ չվեցին արդեն չկան Նկարել է իմ դստրիկը մի նկար հիանալի ու ներկել է իր նկարը գույներով մեր հուշերի նկարում մեր հին այգին է եւ այգում թթենին է դստրիկիս նկարն անգին է իմ փոքրիկ սիրուն արև նկարում է իմ դստրիկը այս ջերմակ թղթի վրա այն ամենն ինչ անցյալում է այս ամենն արդեն չկա հարազատ ծանոթ քո դեմքը փոխեցին իմ Երևան քո երկնից աղավնիներդ չվեցին արդեն չկան նկարում կլոր սեղան է սեղանին բյուր ու տեստներ շուրջ բոլորը հավաքվել են ընկերներ, բարեկամներ ու բոլորը շատ ուրախ են ու հնչում են կենացներ իմ դստրիկը նկարել է այսպիսի տարբեր բաներ նկարում է իմ դստրիկը այս ջերմակ թղթի վրա այն ամենն ինչ անցյալում է այս ամենն արդեն չկա հարազատ ծանոթ քո դեմքը փոխեցիր իմ Երևան քո երկնից աղավնիները չվեցին արդեն չկան ու մտքով անվերջ շրջում եմ սալապատ փողոցներով դեռ թաքուն հպարտանում եմ քարակերտ քո շենքերով այս ամենը ես հիշում եմ կարոտում եմ անսահման նկարում է իմ դստրիկը Տուֆաշեն հին Երևան նկարում է իմ դստրիկը այս ջերմակ թղթի վրա այն ամենն ինչ անցյալում է այս ամենն արդեն չկա հարազատ ծանոթ քո դեմքը փոխեցին իմ Երևան քո երկնից աղավնիները չվեցին արդեն չկան նկարել է իմ դստրիկը մի նկար հիանալի պատկերել է իմ ճստիկը
մի դրվագ Երևան ջան մեր անցյալից Ինձ հետաքրքրեց այն հարցը, թե ինչպես որոշեցիք դառնալ գիտարիստ։ Շատ բաներ կան կյանքում, որ պատահական են ստացվում։ Դպրոցում խումբ ունենք, ընկերներով արդեն նվագում ենք։ Նվագում ենք ինքնուս, հետո գիտարի ուսուցիչ եկավ, որոշեցինք խմբի տղաներով գնալ ու այսպես ասած կրթություն ստանալ, գիտար նվագել սովորել։ Ուսուցիչը առաջի հարցը տվեց, ասեց բոլորդ այսպես արեք, մատները ցույց տվեք, նայեց ասեց դու կարող ես, ինձ ասեց դու չես կարող։ Ես արդեն նվագում էի, խումբը կար, նվագում էինք, ինչ որ երգեր էինք հորինում նվագում։ Ասեցի ինչու, ասեց մատերդ կարճ է։ Ու ինձ չընդունեցին։ Ինձ թվում է դա շատ մեծ բան, չգիտեմ, առաջացրեց իմ մեջ, որ ես պիտի անեմ, նույնիսկ եթե մասնագետը նայում ասում է դու չես կարող։ Ու ասեմ, այսօր այդ իմ ընկերներից ոչ մեկը չի շարունակում, մեկը բժիշկ է, մյուսը իրավաբան է, երրորդը ճարտարապետ է, բայց ես շարունակում եմ գրել եւ հանդես գալ, ինչ որ հանդիպել ձեզ հետ։ Ինձ հետաքրքրեց, թե ինչպես հասկացաք, որ հեղինակային երգեր պետք է գրեք եւ հեշտ էր արդյոք դա ձեզ համար։ Այս հարցի պատասխանը նախորդ հարցից է բխում։ Երբ որ այդ մեր խմբի տղաները թարգեցին, մեկը բժիշկ դարձավ, մյուսը ճարտարապետ, մյուսը իրավաբան, որովհետև երբ որ ընդունվեցինք ինստիտուտ սովորելու, ես ուզում էի խումբը պահպանել, զանգեցի ասի ամեն դեպքում եկեք չլուծարենք խումբը, հա։ Մեկը ասեց ո՞նց ես պատկերացնում, ես իրավաբան մարդ ու ինչ որ գիտարով դուրս գամ բեմ։ Այսինքն երբ որ խումբը քանդվեց, մնացի մենակ, ստիպված գիտարը վերցրեցի ու սկսեցի ինքս նվագել ու կատարել իմ գրած երգերը։ Ինձ հետաքրքրեց այն հարցը, թե որն է ձեր մուսայի հիմնական աղբյուրը։ Կարծում եմ էլի ամեն ինչը, հա։ Իմ մոտ էսպես է, եթե ասենք ինչ որ ներկայացման համար, որովհետև դրա փորձը ունեն, զանգում են եւ խնդրում են այսինչ պիեսի հիման վրա ներկայացման համար երգեր գրել։ Ասենք պիեսը կարդում ես, դուրդ եկավ, ոգևորվեցիր, երևի մուսա ասածը հենց դա է, հա։ Ինչ որ մի բան ինչը ազդում է քո վրա։ Ինչ խորհուրդ կտայիք ժամանակակից երեխաներին, հատկապես երգիչներին։ Երեխաներին ես բոլորիդ եմ ցանկանում, որ ձեր կյանքում ամեն ինչ լինի ձեր ուզածով։ Ավակ սերնդի շատ քիչ ներկայացուցիչներ կան, որ նման ցանկություն են հայտնում։ Բայց ես երբ հիշում եմ ինձ երեխա հասակում, ասենք ինչ որ մի բան է ուզում եւ այդ բանը թույլ չեն տալիս, արգելում են։ Դա ահավոր ազդում է երեխաների վրա։ Խոսքը նրա մասին չի, որ ամեն ցանկություն իրագործվի, հա։ Այսինքն երեխան ինչ որ բան ուզեց, միանգամից արեցիր։ Միշտ չի հնարավոր լինում, թե նյութապես, թե ժամանակի առումով, բայց հնարավորության դեպքում պիտի դարվի, կարծում եմ, երեխան օդից չի ուզում ինչ որ բան։ Եթե ինչ որ մի ցանկություն իր մեջ առաջացավ, ուրեմն դրա պահանջը ունի։ Հիմա մի փոքրիկ իմ փորձից օրինակ բերեմ, ձեր տարիքում է երևի շատ էի ուզում շուն պահել։ Թույլ չտվեցին։ Բայց ես միևնույն է շուն պահեցի, բայց ես արդեն հասուն մարդ էի։ Այսինքն, եթե ինչ որ մի ցանկություն, մի երազանք, մի մղում է առաջանում երեխայի մեջ, մենք պիտի համոզված լինենք, որ ուշ թե շուտ ինքը դա իրականացնելու է։ Եթե ցանկությունը առաջացել է 5 տարեկան հասակում, իսեր Աստծո, երեխան թող 5 տարեկան հասակում իրականացնի, ու ոչ թե դառնա 40 տարեկան նորեն իր 5 տարեկան երազանքը կամ ինքը իրականացնի, կամ ասի գոնե իմ երեխան կարողանա, եթե նույն բանը նայել է երազում, ունենա անպայման։ Ես ցանկանում եմ ձեզ, որ ինքնավստահ լինեք, որ կարողանաք իրագործել այն ամեն ինչը, ինչ
ինչ ուղի որ կընտրեք, ես չգիտեմ, ցանկացած մասնագիտություն պատվաբեր է, բայց այդ մասնագիտության մեջ լինեք առաջատար։ Ոչ միայն Հայաստանում, աշխարհում։ Կռիվ տվեք տիեզերքի հետ։ Ոչ թե հարևանի, չգիտեմ, կողքի դասարանցու կամ ավելի մեծ պլանկա դրեք եւ հասեք հաջողությունների։ Իսկ հիմա եկեք միասին կատարենք մի երգ, որը ժամանակին ընկերոջս Արմեն Մովսիսյանի հետ գրեցինք Կիլիկիա նավի կառուցման համար, երգը կոչվում է Հուսո առագաստ, կոնկրետ այդ գործողության համար էր, պետք էր գումար հանգանակվեր, որ կառույցը ավարտին հասցնեին ու դուրս գային բաց ծով։ Ու Արմենի հետ գրեցինք Հուսո առագաստը։ Արիր ծովի վրա մեր հույսերից ծնված նավակ, լողած ծովերնի վեր պարզած ջերմակ առագաստներ, վերցրու քեզ հետ սրտերը մեր լեռներից խաղաղ հովեր, վերցրու քեզ հետ խաչված քարեր, ծով դաշտերից ոսկե հասկեր, մեր Կիլիկիո անմար երգով, մեր պապերի կարոտ էրգրով, հուսո ջերմակ առագաստով հասիր բաց ծով։ Բարի ծովի վրա մեր հույսերից ծանված երազ, լողա ծովերն ի վեր, երկինքն ի վեր, սարերն ի վեր, վերցրու քեզ հետ սրտերը մեր լեռներից խաղաղ հովեր, վերցրու քեզ հետ խաչված քարեր, ծով դաշտերից ոսկե հասկեր, մեր Կիլիկիո անմար երգով, մեր պապերի կարոտ էրգրով, հուսո ջերմակ առագաստով հասիր բաց ծով, վերցրու քեզ հետ սրտերը մեր լեռներից խաղաղ հովեր, վերցրու քեզ հետ խաչված քարեր, ծով դաշտերից ոսկե հասկեր, մեր Կիլիկիո անմար երգով, մեր պապերի կարոտ էրգրով, հուսո ջերմակ առագաստով հասիր բաց ծով, հուսո ջերմակ առագաստով հասիր բաց ծով, հուսո ջերմակ առագաստով հասիր բաց ծով։ Ցանկանում եմ, որ բոլորդ հասնեք ձեր նպատակին։ Շնորհակալ եմ այսօրվա հանդիպման համար։ Մինչ հանդիպում, շնորհակալություն։ Մեզ շատ դուր եկավ հաղորդումը։ Բոլորս այսօր շատ ոգևորված ենք։ Ես իմ կյանքի մեջ ընդհանրապես կենդանի երաժշտություններ չեմ լսել։ Ինձ ամենաշատը դուր եկավ Հուսո առագաստ երգը։ Բոլոր երգերը ինձ դուր եկավ, իր զգացմունքները։ Շատ կուզենայի, որ մեր դպրոցում այդպիսի ծրագրեր եւ միջոցառումներ շատ լինեն։ Գուրգուրի շողերով արևից Գույներ, թե սև ու սպիտակ։ Սև սպիտակ։ Լուսաբաց, թե մայրամուտ։ Երիտասարդ տարիներին մայրամուտ, հիմա լուսաբաց։ Սուրճ, թե թեյ։ Ավելի շատ սիրում եմ թեյը, բայց սուրճ եմ խմում։ Աշխատելիս լռություն, թե երաժշտություն։
Լռություն։ Հայտնիներից ում հետ կցանկանայիք հանդիպել։ Ժակ Բրել։ Արվեստն ավելի շատ զգացողություն է, թե միտք։ Մտքի միջոցով արտահայտված զգացողություն։ Արվեստը ցավից է ծնվում, թե սիրուց։ Իմ պարագայում երկուսից էլ։ Առանց ինչի չեք կարող ստեղծագործել։ Առանց թուղթ գրիչի։ Նշեք մեկ բառ, որը լավագույն կերպով բնութագրում է ձեր արվեստը։ Բան։ Այնինչ ես անում եմ, հիմքում բանն է։ Որ զգացմունքն է առավել մոտ ձեր ստեղծագործությանը։ Սեր, ազատություն։ Մի երգ ունեմ, վերնագրվում է ազատության անունն է սեր։ Եթե կարողանայիք միայն մեկ ուղերձ փոխանցել աշխարհին, որը կլիներ այն։ Բոլոր ուղերձները վաղուց փոխանցված են։ Մնում է աշխարհը կատարի գոնե 10 պատկերներ։